Արման Թաթոյանի հետ թերևս մի հարցում համամիտ եմ։ Սերժ Սարգսյանի դեմքով քաղաքական գործընթացներին մասնակցելը անօգուտ եւ ամոթալի զբաղմունք է։ Սրա մասին ասել է քաղաքացիական պայմանագիր կուսակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը, մեկնաբանելով Արման Թաթոյանի նոր քաղաքական ուժ ձևավորելու որոշումը։ Դրա պատճառով է թերևս, որ Սերժի մոտ արդարադատության փոխնախարար աշխատած նախարարը խոսում է հին ձևերից հրաժարվելու մասին, այսպիսով իրեն փորձելով դիստանցավորել ՀՀԿ-ից եւ երկրորդ նախագահից։ Ավելի վաղ տեղեկացել էինք, որ առաջիկա օրերին կհայտարարվի քաղաքական նոր ուժի ձևավորման մասին, որը կառաջնորդի նախկին մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ Իմ մասնագիտական կյանքը նվիրել եմ իրավապաշտպան գործին, բայց ստեղծված պայմաններում միայն այդ աշխատանքն արդյունք չի տալիս։ Ես հայտ եմ ներկայացնում քաղաքականությունն օգտագործելու մարդկանց միավորման եւ երկրի առաջընթացի համար, հանուն իրական խաղաղության, հայտարարել է նախկին օմբուդսմենը։ Հանրության մեծագույն մասն այսօր տոտալ ապաթիայի մեջ է ու չի գտնում իր ցանկությունների արտահայտողներին, զզվում է իշխանությունից ու ձեզնից, տիտղոսային ընդդիմությունից հավասարաչափ, ու միայն այդ պատճառով է մնում չկողմնորոշված։ Սրա մասին իր Facebook-յան էջում գրառում է կատարել Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը։ Փաշինյանի վերընտրվելու հավանականությունը ձգտում է զրոյի միտքն, ասել է Ռոբերտ Քոչարյանը։ Նման միտք Հայաստանի երկրորդ նախագահը կարող էր հնչեցնել բացառապես հետևյալ դեպքերից մեկում։ Առաջին, եթե գիտի մի բան, ինչի մասին չգիտի հայ ժողովուրդը։ Օրինակ, որ առաջիկայում տեղի կունենան այնպիսի էական բաներ, ինչի արդյունքում կամ Նիկոլը լրիվ կզրոյանա, կամ էլ շեշտակի կբարձրանա ընդդիմության վարկանիշը։ Կամ Նիկոլն ինքն ամեն ինչ անելու է, որ ընտրություններում պարտվի ու իշխանությունը լեգիտիմ եղանակով փոխանցի մեկ ուրիշին, օրինակ իրեն։ Երկրորդ, ամբողջությամբ խորն ու համապարփակ կտրված է իրականությունից ու չի հասկանում սոցիոլոգիա ընդհանրապես։ Բացարձակ չի ճանաչում հայ ժողովրդին, չի զգում մեր հանրության զարկերակն ու նրա շունչը։ Երորդ, գիտակցաբար ապակողմնորոշում է հանրության ընդդիմադիր հատվածին, հերթական անգամ ժողովելու ընդդիմադիր ձայները, հաղթելու կարգախոսով, բայց պարտվելու իրական մտադրությամբ գնալով ընտրության, որ հետո այդ պարտության պատասխանատվությունը կրկին բարդի ժողովրդի վրա ու լեգիտիմացնի Նիկոլի վերընտրությունը։ Ինչպես փաստացի եղավ 2021 թվականին, իսկ թե ինչ տրամաբանությամբ է ընդդիմադիր էլեկտորատին արդեն բաժանում խմբերի ու հավանական տոկոսներ բաշխում, լրիվ հեքիաթային է, նշված է հայտարարության մեջ։